Պարոն Սարգսյան, երեկ ձեր կուսակցություն լուսավորն ու քաղաքացիական պայմանագիրը հայտարարեցին համագործակցության մասին, կարելի է անոնս ասել, անոնս համարել, քանի որ նշվեց, որ 10 օր անց ավելի շատ մանրամասներ կհաղորդվեն հանրությանը, այնուամենայնիվ ինչքանով որ հնարավոր է փակագծերը բացել, ինչ համագործակցության մասին է խոսքը, սա նախընտրական դաշինք պիտի դառնա։ Իհարկե առջևում ընտրություններ են եւ քաղաքական դաշտի գործունեությունը հիմնականում ուղղված է առաջիկա քաղաքական զարգացումներին, մասնավորապես առաջիկա ընտրություններին, որոնք համապետական ընտրություններ են ոչ միայն ազգային ժողովի падգամավորների, այլ 2018 թվականից հետո նաև երկրի առաջի դեմքի եւ այստեղ բնականաբար քաղաքական դաշտում գործունեություն ծավալած բոլոր կուսակցությունները պիտի իրենց մասնակցության ձևը, մոտեցումները որոշեն ու հայտնեն հանրությանը։ 2008-ի ընտրություններին դուք այլ դաշինքում էիք, չնայած այն ժամանակ Լուսավոր Հայաստանն ու քաղաքացիական պայմանագիրը որպես կուսակցություններ դեռևս չկային, բայց ՀԱԿ-ի հետ էիք համագործակցում, հնարավոր է առաջիկայում այդպիսի ձեր այս համագործակցության շրջանակը լայնանա, թե կարծես թե սրանք արդեն հիմնական խաղացողներն են։ 2003-ին էլ այլ դաշինքում էի, որի անունը Արդարություն էր, որը ընդդիմադիր դաշինքներից առ այսօր եղած ամենամեծականակ падգամավորներն է ունեցել։ 2008-ին ձևավորվեց ՀԱԿ-ը, ՀԱԿ-ում էինք, բայց ես թե 2003-ից հետո, թե 2008-ից հետո ազգային ժողով չմտա, մի դեպքում ընդհանրապես չգնացի, մյուս դեպքում հրաժարվեցի մանդատից։ Այս անգամ ձևավորվող ինչը որ պիտի ձևավորվի մասնակցության առումով իր կերպի մեջ իմ անձնական կարծիքն եմ ասում ես, որ կարող է լինել բաց, բայց այս փուլում քննարկվում է միայն երեք ուժերի մեջ տեղի ունեցող երեք ուժերի համագործակցության մասով, երեք ուժերի ծրագրային մոտեցումներով, խնդիրները իսկ ընդհանուր առմամբ մենք բաց ենք Հայաստանի Հանրության բոլոր քաղաքացիների, քաղաքական ուժերի համար, բացառապես այն ուժերի, ովքեր մարտի 1-ի հետ առնչություն են ունենում, կամ այն ուժերի, որոնք Հայաստանի անկախությունը ամբողջությամբ տեսնում են ռուսական ենթատեքստում։ Քանի որ ռուսական ենթատեքստից խոսեցիք, ձեր կուսակցությունը քաղաքացիական պայմանագիրն ու Լուսավոր Հայաստանը արտաքին քաղաքական կողմնորոշումների առումով չասեմ տրամագծոն են տարբեր, բայց համենայն դեպս իրարից տարբեր դիրքորոշումներ է հայտնել, օրինակ քաղաքացիական պայմանագիրն ասում է, որ որևէ դաշինքում ոչ եվրոպական, ոչ Ռուսաստանյան կենտրոն դաշինքում Հայաստանը չեն ուզում տեսնել, ձեր կուսակցությունը, եթե չեմ սխալվում, եվրոպական ուղղության կողմնակից է եւ այդպիսի համագործակցություն ու դաշինքներ համենայն դեպս չի բացառում։ Իշխող կուսակցությունն անընդհատ ասում է, որ ընդդիմադիր դաշտում լուրջ համախմբում հնարավոր չէ, որովհետեւ բոլոր կուսակցությունները արտաքին քաղաքական հարցերում տարբեր դիրքորոշումներ ունեն։ Այս առումով ինչ կասեք, սա ձեզ չի խանգարելու։ Նախ ես կուզենայի իմանալ, թե իշխող կուսակցությունը իր արտաքին քաղաքական կողմնորոշում ասելով ինչի նկատի ունի, եթե իրենք Ռուսաստանի վասալը կամ ֆորտպոստ լինելը համարում են արտաքին քաղաքական կողմնորոշում, ես այդպես չեմ համարում, դա ուղղակի ենթակայի եւ վերադասի փոխհարաբերություններ են, ինչին դեմ է թե քաղաքապայմանագիրը, թե Լուսավոր Հայաստանը, թե մենք։ Դուք ճիշտ ասացիք, որ արտաքին քաղաքական ուղղության վրա մեր մոտեցումները իրարից շատ չեն տարբերվում։ Մեր ու Լուսավոր Հայաստանի մոտեցումները գրեթե նույնն են, ինչ վերաբերում է քաղաքապայմանագրի մոտեցումներին, իրենց մոտեցումները ավելի շատ կարևորում են Հայաստանը, Հայաստանի քաղաքացին, հույսը դնելով Հայաստանի ներուժի ու պոտենցիալի վրա, եւ այս առումով վստահաբար կարող եմ ասել, որ գործնեության առումով էլ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում քվեարկել է Եվրասիական միությանը կողմ, կարող եք նայել քվեարկությունները, Եվրասիական միությանը դեմ, ասոցիացման համաձայնագրին կողմ։ Այսինքն անձամբ ես մարդուն նայում եմ իր գործնեությամբ, գործնեությունը այդպիսին է։
Քանի որ հիմա դուք այլ ուժերի հետ եք հանդես գալիս, կարելի է ինչ-որ ենթադրություն անել, որ ձեր եւ ՀԱԿ-ի միջև ինչ-որ հակասություններ կան, որոնք հնարավոր է, որ առաջիկա ընտրություններին ընդառաջ չհարթվեն։ Խնդիրը հակասություններինը չի։ ՀԱԿ-ի մասով մեր հակասությունները ժամանակին, թե ես, թե կարծում եմ նաև Նիկոլ Փաշինյանը, որը այսօրվա դրությամբ դեռ տվյալ խմբակցության անդամ է, հայտնել ենք եւ այդ առումով, մոտեցումների առումով կարող են գնահատականները տարբեր լինել, բայց ապագան ցույց տվեց, որ մենք էինք ճիշտ ու այն ինչ որ իրենք պլանավորել էին, եռյակը, քառյակը, ինչքան էլ հրաշալի էր, ոչինչ չծնեց։ Ուրիշ խնդիր է, որ այսօր քաղաքական դաշտում նորից ձևավորվում են քաղաքական երեք ուղղություններ, իշխանական ուղղություն, որը քրեաօլիգարխիկ համակարգով փորձելու է տեղերում գյուղապետի, թաղապետի, թաղային հեղինակության, գողականի միջոցով խնդիրներ լուծել, որը համակարգ է, ոչ իշխանական ուժեր, որոնք որևէ խոսք չեն ասում իշխանությունների հասցեին, որոնք շատ զգուշ են այդ առումով, որոնք նախորդ ժամանակ իրենց ոչ իշխանական էին համարում, հիմա ասում են, որ ընդդիմություն են, բայց ընդհանուր էությամբ էլի ոչ իշխանական են, ու իրենց սպասելիքները Գագիկ Ծառուկյանի վերադարձն է կամ նրան խնդրելը, եւ ընդդիմադիր ուժերի իրական ընդդիմության համախմբում, որոնցից երկուսի հետ Հանրապետություն կուսակցությունը այսօր համագործակցում է, համարում է այդպիսին Լուսավոր Հայաստանին եւ քաղպայմանագրին, եւ այս երեք ուժերը փորձում են ընդհանուր ծրագիր Հայաստանի ապագայի ընդհանուր տեսլական ձևավորել, ինչի արդյունքում, եթե ստացվի, կմասնակցենք ընտրություններին, որպես դաշինք, այո, ինչի արդյունքում փորձենք ձևավորել դաշինք, եթե այդպեսին ստացվի, կհայտարարենք այդ մասին ու մասնակցել ընտրություններին։ Այս առումով, եթե կան Հայաստանում էլի ուժեր, ովքեր իրական ընդդիմություն են, ոչ իշխանություն են, իրենք պիտի հայտ ներկայացնեն, որովհետև մենք ինքներս հայտ ներկայացրել ենք ու իրար գտել ենք այս առումով, բարեբախտաբար որոշակի ձեռքբերումներ ունենք, ինչի մասով էլ տասված ամեն ինչ ստացվի ու ամսի 12-ին կփորձենք իմի բերել, ընդհանուրի հայտարարի բերել ու հանրության հայտարարել։ Թե որն է ձեր համագործակցության առանցքը ենթադրում։ Գիտեք, կան բաներ, որոնք ոչ թե ժողովրդից գաղտնի ենք պահում, որ չենք ուզում ասել, կան բազմաթիվ խնդիրներ, որոնց վերաբերյալ մենք պիտի որոշումներ ունենանք։ Մենք բազմաթիվ քննարկումներ ենք կազմակերպում, բարեբախտաբար թիմերը իրար հետ շփվում են եւ այդ առումով փորձում ենք ցանկացած իրավիճակի համար լուծումներ ունենալ, որից հետո նոր ամուր ու կուռ պայմանավորվածություն ունենալ գործընթացների գնալու։ Բոլոր հարցերի պատասխանները փորձում եք ունենալ, նոր արդեն հանրությանը ներկայանալ, այդպես կարելի է ասել։ Միանշանակ այո, եթե երաժշտության լեզվով ասեմ, ցանկացած ընտրություն նախ դասական երաժշտություն է, հետո կամաց վերածվում ժողովրդականի, վերջ դրանից հետո վերջին այդ քվեարկությունների եւ այլ էս փուլերում ու քվեարկությունից հետո շատ ուժեղ ծանր ռոք է դառնում, որից հետո էլ անկախ արդյունքներից ջազային է եւ այս առումով այս բոլոր этаպներին մենք մեր երաժշտությունը պիտի ունենանք, հիմիկվանից պայմանավորվենք ցանկացած երգի դեպքում մեր անելիքները։ Երեք իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով լրագրողների հարցին արձագանքել է ձեր համագործակցության վերաբերյալ հարցին, այսպես ասեմ, եւ նշել է, որ այնուամենայնիվ ընդդիմադիրները հաղթելու շանս չունեն եւ եթե ողջ ընդդիմադիր դաշտը միավորվեր, գուցե մրցակից դառնար իշխող հանրապետականի համար։ Դուք կարծում եք, որ ձեր այս համագործակցությամբ հնարավոր դաշինքով ձեռնոց նետում եք իշխող հանրապետականին, թե վերջինիս արմատներն այնքան խորն են, որ պարզապես մանդատների համար է
պայքարը։ Գիտեք, այս եւս մի դրդապատճառ է, որը արդարացնում է այն գործընթացը, ինչը մենք սկսել ենք։ Ասեմ, որ շատ ավելի ծանր ու տխուր կլիներ, եթե Էդվարդ Շերմազանովը մեր մեջ հույս տեսներ ու գովեր մեզ, դրանից ավելի մեծ վատություն ինքը մեզ արած չէր լինի։ Հանրապետականին բնորոշ է պորոտախոսությունը, մեծախոսությունը, իրենք վատ հիշողություն ունեն, իրենք նույնիսկ իրենց նախկին լիդերներին չեն հիշում, իրենք նույնիսկ այս քարորիա պատերազմի զոհերին են մոռացել ու ապագայի զոհվողների մասին են ուզում մտածել, այնպես որ այս առումով իրենք թող մտածեն իրենց վարկանիշի մասին, իսկ եթե հաղթել ասածը զորբայությունն է, մարտի 1-ին մարդկանց վրա կրակելը, հաղթել ասածը հոկտեմբերի 27-ի տարբերակով իշխանություն պահելն է, ապա այդպիսի հաղթանակ մեզ բացարձակապես պետք չի։ Մենք մեր գործունեությունը վստահաբար եմ ասում ձեզ, որ ոչ թե միտված է մեզանից յուրաքանչյուրի անձնական շահին ու բարեկեցությանը, բացարձակ այդպես չի։ Այն ինչ որ մենք անելու ենք, իր մեջ ունի խորը մտահոգություն Հայաստանի Հանրապետության որպես պետության այսօրվա իրավիճակի, նրա ապագայի, նրա երիտասարդության, նրան բնակվող բնակչության աշխատունակության ու աշխատանքով ապահովվածության, առողջության, կրթության եւ այլնի առումով։ Այս խնդիրների առումով է, որ մենք քննարկում ենք, որ մենք մտածում ենք, որ մենք փորձում ենք, որ մեր ուժերը համատեղելով կարող ենք որոշակի արդյունքներ դնել։ Բացարձակ խնդիրը ազգային ժողովում 5 կամ 10 պատգամավոր ունենալը չէ, բացարձակ դրանում չէ։ Մենք ուզում ենք իրական համակարգային փոփոխությունների հասնել ոչ միայն ներքաղաքական կյանքում, այլև սոցիալական, տնտեսական, արտաքին քաղաքական բոլոր ոլորտներում, որը իսկապես շատ բաներում ռադիկալ կերպով տարբերվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության լիդերների պահվածքից։